խարաչուկը կաբեն որ վերև ելինք մաքրենք, սվաղենք, ներգենք, մաքրենք, ներգենք, որ չփճանաս ասեն։ Լողավազանի տանիքն ու ծածկը պահող երկաթե կառուցատարերն են առաջին հերթին ժանգից մաքրում, որոնք այս վիճակին են հասել խոնավության պատճառով։ Մոտ 600 տոննա ջրի ծավալ պահող լողավազանից գոլորշին գնալու տեղ չի ունեցել ոչ բավարար օդափոխության պատճառով, ինչի հետևանքները տեսանելի են վերևում։ 20 տարի առաջ շենքում օդափոխության համակարգ տեղադրվել է, բայց աշխատել է մի քանի տարի։ Ոչ միայն շահագործումներ ծախսատար, նաև հետո էլ վերանորոգման համար ժամանակին շատ գումարներ են ուզել։ Անսարք վիճակում մնալու արդյունքում օդափոխության համակարգը կորցրել է պիտանելիության ժամկետը։ Ռեկուպերատոր է կոչվում, տեղադրել ենք, որը շատ թանկ հաճույք է, այսինքն խոնավոտը ինքը քաշում է, չորացնում, տակացնում, էլի փչում է լողավազանի մեջ։ 50%-ով էր աշխատում։ Հիմա ուզում ենք վերանորոգենք 100% աշխատի, չնայած շատ ծախսատար է էլեկտրոէներգիայի տեսակետով, կաթսայատան գազի տեսակետով, ինքը ընդհանրապես լողավազանը թանկ հաճույք է, ծախսատար է շատ։ Թանկ ու ծախսատար համակարգը փոխելու կամ վերագործարկելու խնդիրը լողավազանի վերանորոգման նախագծում չկա, բայց մարզադպրոցի պատասխանատուները չեն բացառում նախագծային փոփոխությունները։ Այդ դեպքում սպասում են, որ իրենց առաջարկը հաշվի կառնեն։ Վերանորոգումների այս փուլում շենքում խոնավությունը նվազեցնելու համար այլ տարբերակ են գտել, որը թեև պակաս արդյունավետ է, բայց ելք է համարվում։ Փակ պատուհանները փոխարինելու են բացվող փեղկեր ունեցողներով։ Այս առաջարկներն են ընդգրկված նախագծում։ Այդ դիմացի աբագիները, որ կան, տեսակ մեծ աբագիները, երկու պատուհան այս կողմը, երկու պատուհան այն կողմը աշխատող է, բացովի փագովի, որ օդը տանի։ Շենքում վերանորոգումները կոսմետիկ են, պատերից մաքրել են խոնավության հետքերը, ճաքերն են փակելու, փոխելու են էլեկտրական մալուխները, վերանորոգման ենթակա են նաև սանհանգույցները։ Երևի այս առաստաղը փոխվի, ու այս խողովակները պատի մեջից եղնի, սոնք հին ոջի են, էլի արդիական եղնի։ Կզգաս չէ։ Լսեք կանդեմ, մեկ ես բոլը։ Օդափոխության համակարգ չունենալը միակ խնդիրը չէ շենքում։ 25 մետր երկարության և 1 մետր 80 սանտիմետր բարձրության լողավազանը ևս արդիականացման վերանորոգման անհրաժեշտություն ունի։ 20 տարի առաջ կառուցածն է, որտեղ շահագործման օրվանից բան չի փոխվել կամ նորացվել։ Թեև այն միջազգային ստանդարտներին համապատասխան է, բայց ջուրը ավտոմատ մեխանիզմով թարմացնելու համակարգ չունի, ինչի պատճառով ջրային կորուստներն էին շատ։ Լողավազանի վերանորոգումը ևս նախագծից բացակայում է։ Հատուկ պրիբորներ են տրվում այստեղ, այս տաք ջուրը, քլորացված ջուրը գնում է ֆիլտր, նայեք այս ֆիլտրը։ Էլի ֆիլտրացվելուց հետո մաքուր վիճակում էլի գալիս է լողավազան, այսինքն մենք շահում ենք, որ տաք ջուրը չի կորում, դեղորայքը չի կորում։ Մինչև հիմա վրայից որ գնում էր կոյուղի։ Առաջարկը լավն է, բայց դեռ նախագծում չէ, շինարարը ձեռքի տակ եղած նախագիծն է ցույց տալիս, որից շեղումներ չի պատրաստվում թույլ տալ։ Փաստաթղթով նախատեսվածից դուրս այլ աշխատանքներ չի կարող անել։ Նախագծի ինչ-որ կետեր պետք է փոխենք։ Պրոյեկտը 100 չեղնի, 100 գծագիրը չեղնի, չմենը։ Որտեվ ճիշտ չէ։ Իմ խելքով ասել է ճիշտ չէ, դորմար նախագծող կա, դորմար տեխնիկական հսկող կա, թող իրանք լուծումները տան, ես եմ։ Այս շենքի լողավազանի սիրտը, ոնց որ մարդու սիրտը, այս ավազանն է։ Տեսնեք, այս սալիկները փոխվել են։ Հիմա էլի արդիական պլյոնկա թաղանթ է քաշվում, էլի լրիվ փակվում է։ Օդափոխության համակարգի նորացումն ու լողավազանի վերանորոգումը առաջարկներ են, որոնք նախագծողներին են ներկայացվելու։ Առայժմ եղած նախագծով և 2 փուլով նախատեսված աշխատանքներն են կատարում, որոնց համար տեղական բյուջեից 118 միլիոն դրամ է հատկացրել քաղաքապետարանը։ Քննարկվող առաջարկներն ընդունվելու և նախագիծ փոխելու դեպքում լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն առաջ կգա։ Մինչև այսօրվա տեմպերով կարող է երկար տևի, որտեղ հսկայական աշխատանքների կարիք ունի։ Մարզի միակ ջրային մարզաձևերի մարզադպրոցում մարզումները դադարեցված են անժամկետ։ Լողորդ մարզիկների պարապմունքները շաբաթական 2 օր կազմակերպում են Վանաձորի լողի մարզադպրոցում։ Մարինե Տերբինյան, Վահագն Վարագյան, Հորիզոն։